Ազգային ժողովը օգոստոսի 25-ի նիստին ընդունեց Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրին հավանություն տալու ազգային ժողովի նախագիծը, որի քննարկումը խորհրդարանում մեկնարկել էր երկուշաբթի օգոստոսի 24-ին։ Ծրագրին կողմ քվեարկեց 63 պատգամավոր դեմ 24։ Ասել եմ պետք է փող չունենան։ Անենց որ լրիվ ուրիշ բան պետք է մտածի։ Ինձ ասում են հələ պատկերացրեք, ասենք հասկանում եք, չէ՞։ Ես երեգիրիկուն խոսում եմ, հրահանգ եմ տալիս տեղից առավոտ գործողությունը։ Եթե հրահանգ, Ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել։ Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին։ Ադրբեջանն ու Հայաստանն քննարկել են էներգետիկ համակարգերը կապելու հնարավորությունը։ Օգոստոսի 25-ին Բերձորում Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են անցկացրել։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները, ինչպես նաեւ պետական սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները միմյանց կապելու տարբերակները։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկական համակարգի օպերատորի, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության եւ Ազերէներգի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համացանցում այս պահին ամենատարածված գովազդների մի մասը վերաբերում է անշարժ գույքին, եւ դա բնական է, շուկան նորից տաքացել է, պահանջարկն աճել է եւ կառուցապատող ընկերությունները շտապում են սպառողներին ներկայացնել իրենց պատրաստի կամ սպասվելիք նախագծերը։ Այստեղ կա մի բան, ինչպես պետք է սպառողը հասկանա, թե ինչ որակի շինություն է ստանալու արդյունքում, այսինքն ինչ որակներ ունի կառուցապատողը։ Կառուցապատողը այո կարող է առաջին անգամ մտնի քաղաքաշինության ոլորտ, բայց ինքը կհամագործակցի հեղինակություն եւ վստահություն ունեցող ճարտարապետական թիմի հետ, հեղինակություն վստահություն վայելող ինժեներական թիմի հետ եւ մնացած բոլոր գործառույթները կարա պատվիրակի։ Բայց երբ որ դու տեսնում ես, որ այդ մարդը ոչ մի բան չունի, վաստակ չունի այդ ոլորտում ու պլյուս դրա հետ մեկտեղ էլ ամեն ինչով ինքն է մենակով զբաղվում, այդ ռենդերները ոչ մի բան քեզ չեն տալու։ Իսկ կյանքում հենց այսպես է լինում, այսինքն հիմա կառուցապատման շուկա մուտք են գործել բազմաթիվ նոր ընկերություններ, որոնց մասին սպառողները ոչինչ չգիտեն։ Այդ դեպքում ինչպես կատարեն ընտրությունը։ Պետությունը պատրաստվում է շինարարության ոլորտում ներդնել կառուցապատող ու շինարարական ընկերությունների վարկանիշավորման համակարգ, որի գաղափարը բավականին պարզ է։ Ընկերության մասին որոշումը միայն նրա գովազդով կամ շուկայում ունեցած համբավով չպետք է ընդունվի։ Պետք է լինի պետական օնլայն համակարգ, որտեղ հնարավոր լինի տեսնել տվյալ ընկերությունը ինչ վարկանիշ ունի եւ ինչպիսի արդյունքներ է ունեցել նախկինում։ Ենթադրենք 5 հատ էլ պրոյեկտ հանձնել է, բայց մենք չգիտենք հիմա իր ֆինանսական վիճակը ինչ է, չէ՞։ Մեր մոտ հենց այդ միշտ այդ տեղեկատվության բացակայության խնդիրն է եղել ու այդ տեղեկատվության թափանցիկության մրցունակ լինելու եւ լավ պրոդուկտ շուկա հանելու եւ համբավը ճիշտ պահելու համար տեսանկյունից, այսինքն ամեն մեկը կիմանա արդեն որ իր մասին ինֆորմացիան հրապարակային է։ Դրական կլինի սպառողի որոշում կայացնելու տեսանկյունից։ Համակարգի հիմքը կառավարության 2025-ի դեկտեմբերի որոշումն է, որով սահմանվել է լիցենզավորված քաղաքաշինական ընկերությունների վարկանիշավորման կարգը։ Վարկանիշը պետք է ձևավորվի ընկերության գործունեության վերաբերյալ տվյալների հիման վրա։ Այսինքն գաղափարն այն է, որ կառուցապատողի կամ շինարարի մասին հնարավոր լինի ստանալ ավելի օբյեկտիվ պատկեր, ոչ թե պարզապես վստահել նրա ներկայացրած տեղեկությանը։ Բայց անբարեխիղճ կամ ցածրորակ ծառայություններ հրամցնող շինարարների կամ կառուցապատողների խնդիրն այսքանով չի կարող լուծվել։ Օրենսդրական փոփոխությունների կարիք կա այստեղ եւս։ Գնելու իրավունքով ծառաբեռնված կառուցապատման մասին օրենքի նախագիծ է, որ այժմ գտնվում է քննարկման փուլում։ Կարգավորվում է, որ կառուցապատողը չի կարող գովազդել մի ապրանք, որի քաղաքաշինական թույլտվությունները չունի, չի կարող ապագա բնակչին տալ խոստում, որը իրականությանը չի համապատասխանելու, եթե իրականությանը չհամապատասխանող խոստում տա, ապա հետագայում կարող է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել վարչական վարույթ եւ կառուցապատողին ենթարկել պատասխանատվության։ Նման օրենսդրական փոփոխությունների շնորհիվ կպաշտպանվեն թե սպառողները, թե բարեխիղճ կառուցապատողները, որոնք հաճախ դառնում են ոչ բարեխիղճ մրցակիցների գործունեության բացասական հետևանքների զոհը։
Նշված օրենքը կարգավորելու է նաև կառուցապատող պետություն փոխհարաբերությունները հստակ իրավական որոշակիության համատեքստում, որպեսզի պետական կառավարման մարմինների գործընկերների համար եւս տեսանելի, չափելի եւ կանխատեսելի լինի բոլոր կառուցապատողների վարկագծերը եւ առանձին խումբ ամբարախիչ կառուցապատողների զես պահել օրենսդրական կարգավորումները շրջանցելու մոտիվներից։ Ենթադրվում է, որ կառուցապատողների եւ շինարարների դասակարգման համակարգի ստեղծումը նաեւ ներդրողներին կօգնի հասկանալ, թե որ ձեռնարկատիրոջ հետ արժե համագործակցել, հետեւաբար ավելի կապահովի հետական ներդրումները տնտեսության այս ոլորտում։ Ամառային արձակուրդներին բազմաթիվ անչափահասներ առաջին փորձն են անում աշխատանք գտնելու, սակայն փորձ ձեռք բերելու փոխարեն երբեմն հայտնվում են չվճարվող աշխատանքի եւ իրավական անորոշության մեջ։ Գործատուները նրանց ընդունում են այսպես կոչված փորձաշրջանի համար, իսկ որոշ ժամանակ անց հրաժարվում են աշխատանքի ընդունել, երբեմն առանց հստակ պատճառաբանության եւ կատարած աշխատանքի դիմաց չվճարելով։ Փաստաբանները շեշտում են, թե փորձաշրջանը եւս աշխատանքային հարաբերությունների մաս է եւ որ այն պետք է պատշաճ խտավորվի։ Եթե գրավոր պայմանագիր չի կնքվում, աշխատողի թեկուզ ճակերտավոր պրակտիկա անցնող մարդու իրավունքները շատ սահմանափակված են լինում, այսինքն ինքը շատ դժվարությամբ է կարողանում բարձրացնել զարգացության բաց կամ ընդհանրապես չի կարողանում օրենքի դաշտում։ Եթե ամեն դեպքում գործատուն ինչ-որ բան խախտում է այդ դեպքում, կա երկու ճանապարհ, կամ դատարանն կամ երկրորդ տարբերակը առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմիններն է։ Դեպքի հիման վրա հնարավոր է որ գործատուի մոտ սուգումներ անի։ Անչափահասների աշխատանքի համար օրենսդրությունը հատուկ սահմանափակումներ է նախատեսում, ասում են մասնագետները։ Երեխայի տարիքը, աշխատանքի բնույթը, տևողությունն ու պայմանները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին։ Աշխատանքն էլ չի կարող վնասել երեխայի առողջությանը, անվտանգությանը եւ զարգացմանը կամ խոչընդոտել կրթությանը։ Մինչև 14 տարեկան երեխաները միայն կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի հետ կապված աշխատանքներում, մարզական, թատերական, համերգային ինչ-որ կազմակերպություններ, հեռուստատեսություն, ռադիո։ Այսինքն դա այն ոլորտներն են, որտեղ օբյեկտիվ պատճառներով, թեկուզ մանկական ծրագրեր կազմակերպելու համար պետք է մինչև 14 տարեկան անչափահասներ։ Բայց դրա համար շատ քիչ ժամանակ պետք է ապահովի հատուկ պայմաններ։ Իրավական պահանջները առավել հաճախ անտեսվում են սեզոնային եւ գյուղատնտեսական աշխատանքներում։ Մասնագետների խոսքով հատկապես մարզերում երեխաների աշխատանքը երբեմն արդարացվում է ընտանիքի սոցիալական ծանր վիճակով կամ այն մոտեցմամբ, թե աշխատելով անչափահասը զերծ կմնա այլ խնդիրներից։ Պրակտիկան եւ օրենսդրությունը այստեղ մեղմացած չեն հատվում միմյանց հետ, հատկապես մարզերում, սեզոնային աշխատանքներին կարելի է հանդիպել մինչև 14 տարեկան էլ 16 տարեկան էլ անչափահասներ, ովքեր որ մեծերի նման ծանր աշխատանք են կատարում։ Մենք խոսում ենք երեխաների պաշտպանության մասին եւ պետությունը պետք է ակտիվորեն կանխարգելի դրա։ Անչափահասների վաղաժամ ներգրավումը ծանր աշխատանքի մեջ կարող է վնասել ոչ միայն նրանց առողջությանը, այլև կրթությանը, զրկելով սովորելու եւ լիարժեք զարգանալու հնարավորությունից։ Մասնագետներն ընդգծում են, երեխայի աշխատանքը չպետք է դառնա ընտանիքի սոցիալական խնդիրների լուծման միջոց, իսկ աշխատող երեխան ժամանակից շուտ ստանձնի մեծահասակի պարտականությունները։ Երեխան պետք է ունենա կրթություն ստանալու, հանգստանալու եւ իր մանկությունը լիարժեք ապրելու հնարավորություն։ Աբովյան քաղաքի Գեղարդի 3-րդ շենքի բնակիչների անդորն է արդեն մի քանի օր խաթարվել։ Բանն այն է, որ շենքի մուտքերից մեկում խողովակը վնասվել է, ջուրը նկուղներ է լցվում, հիմքերն են վնասվում, իսկ սրան զուգահեռ կեղտաջուրը դիտահորից դուրս է գալիս։ Հիմա փակ վիճակում ասես, բա որ բացում ենք ինչ ա լինում։ Շատրվանի նման գտում։ Մի ահավոր, չգիտեմ ինչ, լցվել էր միջև այստեղ, բացեք այդ դուրը թող տեսնեմ։ Հոսանքն ու լույսը խառնել Միջև էստեղ։ Վոյլիաջուր ընկերությունից եկել են բնակիչների ահազանգից հետո, ասում են դիտահորը մաքրել են, բայց վիճակն էլ ավելի է վատացել, քանի որ վնասված խողովակը պետք է նորոգել։ Հաշվի առնելով, որ էլեկտրաբաշխիչ արկղ կա տեղադրված, Էլցանցից եկել հոսանքազրկել են շենքը, անվտանգությունից ելնելով, որպեսզի աշխատանքներ իրականացվեն։ Բայց Վոյլիաջուրի քայլերն ուշանում են հիմա աբովյանցիները ոչ միայն առանց ջրի, այլ նաև առանց հոսանքի են մնացել։ Երեք եղել է հոսանք, բայց այսօր անջատել ենք, հաշվել ենք ով, որ դա գործ անը, բայց չի ստացվում, թթած է դրում։ Մնա ջուրն էլ էթում է։ Էթում է, ինչ։ Էդի վտանգավորել է։ Մի երբ պետքա գտնվի, մի հացի դուսու պետքա տա։ Հա։ Էզեր չի լինի։ Այսինքն առավոտյան հոսանք եկել են, հոսանքա զրկել են, էլեկտրոցանցից գնացել են։ Ջուրը քանի որ հոսանքը տրուբով գնում, ասավարկան չի պահում։
Դե թող շմի տեխնիկան ունեցա զարգացի այգուցա վտանեմ։ Եկել ենք այդ ասում, քանի ժամ չարչարվել են, թողել են գնացել են։ Լարերի միջով է գնում։ Հա, ասես, շապը ստեղ այլ է, այստեղ։ Ստե պաստանցիա է եղել։ Այստեղ է Հա, պաստանցիա։ արկղն է եղել, որտեղից հենա ջուրը գնում է։ Հիմա այստեղից, այստեղ 2 օր չեն սարքում կամ կիսատ պրատեն անում կամ գալիս մի ժամ մնում թողում գնում են։ Դրա համար երրորդ օրը լույս չունեք։ Չէ, չունենք։ Հուսահատ քաղաքացիները ՀԾԿՀ նախագահին Կոտայքի մարզպետի պաշտոնակատարին Աբովյանի քաղաքապետին են դիմում։ Արագ արձագանք են ակնկալում վտանգավոր վիճակին լուծում տալու համար։